Այրվողը գրքերը չէին, այլ այն գաղափարները, որոնք մարդիկ չէին ուզում լսել։ Ձեզ գրքերը չէ, որ պետք են, այլ այն, ինչը երբևէ եղել է գրքերում։ Պատկերացնենք մի աշխարհ, որտեղ գիրք ընթերցելը հանցագործություն է։ Այս գիրքը գրվել է անցյալում, բայց ավելի շատ ապագայի մասին է։ Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ Ֆարենհայթի, ջերմաստիճան, որում բռնկվում ու այրվում է թուղթը։ Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի 451 աստիճան ըստ Ֆարենհայթի դիստոպիան հրատարակվել է 1953 թվականին։ Իդեպ սա գրողի ամենահայտնի ստեղծագործությունն է, ու շեշտենք, որ բազմիցս ենթարկվել է գրաքննության։ 1967 թվականին գրքի կրճատված տարբերակը հրատարակվում էր միջնակարգ դպրոցների համար։ Գրքից ջնջվել էին որոշ հայհոյանքներ, հեռացվել մի շարք հիշատակումներ, փոփոխվել մոտ 75 հատվածներ։ Հետագայում Բրեդբերին իմանում է, որ գրքի կրճատված տարբերակն է վաճառվում եւ պահանջում է հրատարակչությունից վերականգնել ամբողջական տարբերակը։ Հրատարակչությունը կատարեց գրողի պահանջը 1980 թվականին։ Ստեղծագործությունն ունի մի շարք էկրանավորված տարբերակներ։ Ես դիտել եմ երկու հիմնական էկրանավորված տարբերակ՝ 1966 թվականին նկարահանվածը եւ 2018-ին։ Ավելի շատ հավանել եմ 1966 թվականին նկարահանված տարբերակը, որովհետև այն ավելի մոտ է սյուժեին, իսկ 2018-ին ավելի ժամանակակից մեկնաբանությամբ է, որում շեշտը ավելի շատ մեդիայի, ինֆորմացիայի տեխնոլոգիաների վրա է դրված։ Հեղինակն անցնելով տեխնոլոգիաների զարգացման մի շարք փուլերով, այնուամենայնիվ չէր կենտրոնանում վերջիններից վրա։ 451 աստիճան ըստ Ֆարենհայթին, ինչպես շեշտեցինք, նրա ամենահայտնի ստեղծագործությունն է։ Բայց բացի այս գրքից նա ունի նաև մի շարք այլ հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են Մարսյան քրոնիկոն, Խատուտիկի գինի եւ մի շարք այլ գործեր։ Այս դիստոպիան բավականին դյուրընթերնելի ստեղծագործություն է։ Ես ընթերցել եմ ռուսերեն տարբերակով, չնայած որ անգլերեն տարբերակով ընթերցողներն էլ հավաստում են, որ այն բավականին դյուրընբռնելի վեպ է։ Դե ինչ, հիմա անցնենք սյուժեին, փորձենք քննարկել այն եւ հասկանալ վերջինիս գաղափարական կողմն ու արդիական լինելը։ Վեպում դեպքերը տեղի են ունենում ապագայում։ Մի հասարակություն է, որտեղ արգելված է գիրք ընթերցելը, առհասարակ գիրք ունենալը։ Այս աշխարհում հրշեջները ոչ թե մարում են կրակ, այլ այրում են գրքեր։ Գլխավոր հերոսը Գայ Մոնթագն է, ով հրշեջ է եւ գտնում է, որ ճիշտ աշխատանք է կատարում։ Նա համարում է, որ գրքերը վտանգավոր են, իսկ մարդիկ պետք է ապրեն հանգիստ ու երջանիկ։ Սակայն պատահական մի հանդիպում անծանոթ մի աղջկա հետ լիովին փոխում է նրա վերաբերմունքը շրջապատի հանդեպ։ Նա տեսնում է, որ իր շուրջն ուղղակի դատարկություն է, մարդիկ էկրանների մեջ են։ Իդեպ հեղինակը վեպը գրել է 1950-ական թվականներին, իսկ այդ ժամանակաշրջանում մենք գիտենք հեռուստացույցն ինչ տեսք ուներ։ Այնուամենայնիվ վեպում նկարագրվում է հարթ-էկրան հեռուստացույց, կարող ենք եզրակացնել, որ Բրեդբերին արդեն իսկ կանխատեսել էր հետագայում հարթ-էկրան հեռուստացույցների ի հայտ գալը։ Հասարակությունը չի ընդունում մտածող մարդուն, եւ Մոնթագը հետսետե դառնում է օտարիր աշխարհում։ Նրա ընտրությունը պարզ է՝ կամ ենթարկվել համակարգին, կամ պաշտպանել մտածելու իրավունք։ Ամենամեծ վտանգը գրքերի այրումը չէ, այլ մարդկանց մտածելուց հրաժարվելը։ Այժմ փորձենք հասկանալ, թե ի վերջո որն է գրքի բուն ասելիքը եւ որքանով է այն արդիական։ Ստեղծագործության մեջ ներկայացվում է մի հասարակություն, որտեղ ուղղակիորեն արգելված է գիրք ընթերցելը, գիրք ունենալը։ Այդ հասարակությունը ինքնըստինքյան, գուցեև իր կամքով, կորցնում է մտածելու ունակությունը։ Որոշ երևույթներ նրան չեն հետաքրքրում, նա չի ուզում վերլուծել, այսինքն կյանքը տեսնում է, ճանաչում է էկրաններից մեզ մատուցվող մակերեսային ինֆորմացիայի, տեսանյութերի, անբովանդակ նյութերի տեսադաշտով։ Վստահ եմ արդեն բոլորդ արդիականացրեցիք այս երևույթը, ճիշտ է, հիմա մենք հեռուստացույցի միջոցով չէ, որ ծանոթանում ենք կամ ճանաչում ենք, այսպես ասած, ճանաչում ենք կյանքը, որովհետև հեռուստացույց շատ քչերն են դիտում, եւ մնացել եմ ես, որը ամենօրյա իմ հաճելի զբաղմունքներից է։ Այնուամենայնիվ գոյություն է հեռախոսներ, առանց որի չենք պատկերացնում մեր օրը։ Իսկ ինչու է այս հասարակությունում մերժվում
գրքի գոյությունը, արգելված գրքեր պահելն ու ընթերցելը։ Մի բարձ պատճառով, որովհետև գրքերն օգնում են մարդուն մտածել, վերլուծել, ճանաչել շրջապատող աշխարհը, ճանաչել ինքն իրեն, ու դա բավականի վտանգավոր է, չէ՞ որ դեգրադացված հասարակությանը ղեկավարելը բավականին հեշտ է։ Եթե դու ուզում ես մոլորեցնել հասարակությանը, նախ եւ առաջ պետք է նրան դեգրադացնես։ Այստեղ իհարկե ներկայացվում է, որ գրքերը այրվում են, մերժվում են եւ այլն, բայց սա ավելի լայն ու խորքային իմաստ է իր մեջ պարունակում ու երևի թե ամենաարդիական ստեղծագործություններից է։ Մեծ հաշվով Բրեդբերին ճիշտ է կանխատեսել ապագան։ Մարդիկ գամված են էկրաններին, մենք ամբողջ օրը թափառում ենք սոցիալական կայքեջերում եւ ասում ենք, որ գիրք ընթերցելու համար ուղղակի չունենք ժամանակ։ Չնայած որ այստեղ կան բազմաթիվ հակադրություններ, որովհետեւ մարդիկ հիմա օրվա կտրվածքով այնքան ինֆորմացիա են ստանում, որքան երբևէ չէին կարող ստանալ մեկ տարվա ընթացքում, օրինակ 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին թերթերի, ռադիոյի, հետագայում նաև հեռուստատեսության ի հայտ գալու ժամանակահատվածում։ Բայց տեսեք, ինֆորմացված լինելն ուրիշ բան է, կիրթ լինելը ուրիշ բան է, կամ կարող ենք մենք ինֆորմացվել, լինել ինֆորմացված, բայց ինչպիսի նյութեր ենք մենք սպառում, նույն ինքնակիրճ բովանդակությունը, նույն ինքը մոլորեցնող զանազան նյութեր, իհարկե բավականին անհանգստացնող է տեխնոլոգիաների թվայնացման այս չափ առաջընթացը, չեմ խոսում արհեստական բանականության ի հայտ գալը, սրանք ավելի ճիշտ կլինի, եթե ուսումնասիրենք մասնագիտական տեսություններ կամ գուցե այդ տեսությունները կլինեն մի քանի տարի հետո, ամեն պարագային ես խորքային ինֆորմացիա չեմ տիրապետում, դրա համար չեմ ծավալվում այս թեմայի շուրջ, բայց որպես սպառող կարող եմ իհարկե հավաստել, որ այո, շատ դեպքերում էկրանները, հեռախոսը մեզ մոլորեցնում, այսինքն այն նյութը, այն բովանդակությունը, որոնք մենք սպառում ենք, կարող են լինել մեզ մոլորեցնող, կարող են մեզ վնասել, բայց կարող են նաև լինել օգտակար։ Նորից եմ շեշտում, սրանք իրար հաջորդող հակադրություններ են։ Եվ երբ դուք ընթերցեք գիրքը, այդ դեպքում արդեն կանգ կառնեք, մի պահ կհասկանաք, թե ինչու ենք մենք երբեմն մեր ներսում զգում բավականին սենց տհաճ դատարկություն այս լիքը աշխարհում, կամ արդյոք վտանգված է գրքերի ներկայիս կամ ապագա գոյությունը։ Եւ այս գաղափարով հեղինակը, այսինքն որ ցույց է տալիս այդ հասարակությունը, որտեղ արգելված են գրքերը եւ հրամայված է, որ ում մոտ հայտնաբերվի գիրք, ամբողջությամբ դրանք այրվեն, վերանան, ուղղակի փորձում է կանխատեսել ապագան, որտեղ մարդկանց կզրկեն մտածելու ունակությունից եւ մարդիկ իրենց կամքով արդեն կընտրեն ժամանցը, կկարևորեն մի շարք անբովանդակ, չգիտեմ, նյութեր եւ այդ տեսադաշտով կփորձեն ճանաչել շրջապատող աշխարհը։ Իսկ եթե մարդիկ սկսում են արդեն չմտածել, շատ հեշտ է լինում նման հասարակությանը ղեկավարելն ու մոլորեցնելը։ Կարիք չկա, որ ես ծավալվեմ, որքանով է սա արդիական, դուք արդեն հասկացաք։ Ինչ տվեց ինձ գիրքը։ Սկզբից, երբ ընթերցում էի, քանի որ ինքը շեշտեցի, որ շատ հեշտամարս է, շատ դյուրընթերնելի է, չգիտեմ, մտածում եմ լավ, դե պրիմիտիվ է գուցե, բայց արդեն ընթացքային հասկացա, որ չէ, չկա նման արդիական ստեղծագործություն, քան սա է, ու այդ զուգահեռները ներկայիս անցկացնելով այն ամեն ինչը կանխատեսել էր հեղինակը, չնայած որ ես մնում եմ այն կարծիքին, որ այս ներկայում, որում մենք ենք, մերժված չեն գրքերը, հակառակը երբեմն սկսում ենք ավելի կարևորել, գուցե եւ մեր վերաբերմունքը փոխվել է գեղարվեստական գրականության հանդեպ, սա ուրիշ թեմա, հետո կանդրադառնանք այլ գրականություն ենք նախընտրում ընթերցել եւ այլն, այդ ամեն ինչին հետո կանդրադառնանք, բայց այնուամենայնիվ գրքերը մերժված չեն, սա իմ համեստ կարծիքն է, գիրք ընթերցում են մարդիկ, հետաքրքրված են գրքերով, ընթերցելու ընթացքում ժամանակաժամանակ կան գեյառնում, մեջբերումներն էին մի քանի անգամ ընթերցում եւ զարմանում, թե որքան ճիշտ ու դիպուկ կարող էր կանխատեսել հեղինակը ապագան։ Անդրադարձը գրքին ավարտեմ ինձ ամենաշատը տպավորած մեջբերումով, այստեղ ռուսերենով է, լավ, ես հայերենով փորձեմ վերցանել։ Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի,
զավակ կամ գիրք, նկար կամ տուն, թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի, ինչ-որ բան, որին երբևէ դիպել է ձեռքդ եւ որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ։